Վանացայնեն բարև ձեզ հարգելի ունգընտիրներ։ Մարալ եւ ցայնահարտավար Ժորժինան ձեզ հետ են ներկայացնելու Լիբանանահայ խմբերգային արվեստի հայդակիրը, որ հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքին վրա։ Այսօրվա հայդակրով պիտի շարունակենք ներկայացնել հայ կաթողիկե համայնքի գրունկ երգչախումբը։ Հայդակրի ընթացքին միասնաբար պիտի ունգընտրենք երգեր կատարողությամբ գրունկ երգչախումբին։ Հաջելի ունգընտրության մաղթանքով գանցնիմ հայդակրի գործադրության։ Նախագահությամբ հայ կաթողիկե համայնքի Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքին գազմագերբությամբ զմմարու միապանության վարչության, զմմարու արձիվյան միապանության հիմնադրության 260 ամյակին եւ Երանելի Իգնատիոս arczepiskopos Մալոյանի երանացման 8-րդ դարեթարցին արիտով զմմարու մայրավանքի հրաբարագին վրա գրունկ երգչախումբը միևնույն գեղարվեստական ղեկավարին եւ տաշնագահարին հետ հանդես կուկա 500 հայ եւ արաբ հանդիսադեսներու դիմաց 26 հուլիսի երեկոյան գայացած հոգևոր համերգով, որուն հյուր երգչուհին Աբիր Նամե գերկեպունչ մշարականներ եւ հոգևոր երգեր, ինչպես նաեւ Թորիգյանի տաշնավորած Ալ-Մահաբա եւ ողջույն քեզ Մարիամ արաբերեն երգերը երգչախումբի ընկերակցությամբ։ Գրունկ երգչախումբը ամռան շրջանին գսպաղի 10 նոր երգերու պատրաստությամբ եւ իր մասնակցությունը կբերե բազմաթիվ գործունեությանց։ Այսպես 16 օգոստոսին զմմարու վանքի մեջ բացօթյա բադարակի երգեցողությունը կգադարե։ Սեպտեմբեր ամսվա ընթացքին գունանա 3 ելույթ։ Առաջինը 4 սեպտեմբերին հայկական մշակույթի դարվան արիտով Ժամհուրի եկեղեցվո մեջ կայացած Սուրբ Պատարագի երգեցողությունն է։ Երկրորդը նույն օրը երեկոյան Մուրճամուդի քաղաքապետարանի խորհրդին հրավերով Մուրճամուդի բացօթյա հրաբարակը 20 վայրկյան հայերեն եւ օդար երգերով գրունկ իր մասնակցությունը կբերե ֆրանսախոսության դարեգան պարադոնին արժանանալով խանդավառ ձապերու, մասնավորապես խմբավար Թորիգյանի տաշնավորած «Յա Բեյրութ» երգի ավարտին։ Երգչախումբը 14 սեպտեմբերին հանդես կուկա հոգևոր ազգային համերգովը Սուրբ Հոգի համալսարանի Հովհաննես Պողոս II ամֆիթատրոնի մեջ Գրիգոր Նարեգացիի նվիրված երկրորդ միջազգային գիտաժողովի փակման արիտով։ Այս ելույթը բարձր կգնահատվի իմասնավորի ժողովրդին բաժնված խտասալիկները, ուր արձանագրված էին գրունգի կատարմամբ Նարեգացիի 7 դաղերը, որոնց գործիքավորումը եւ երգչախմբային դաշտավորումները կատարած էր Եդվարդ Թորիգյան, իսկ մեներկողներն էին Գևորգ Բեբեջյան, Ռեմոն Ղատտաս, Անահիս Նենե Ջանգեդիկյան եւ Նորայր Տերցագյան։ Ամենասրբոզոնին արիտով Տելելումիեր Բատկերասպիրի Գայանին հրավերով եւ գազմագերբությամբ գրունկ երգչախումբը 1 նոյեմբերին իր մասնակցությունը կբերե երկու երգերով Անտիլիասի Մարիլիաս եկեղեցվո մեջ գայացած հանդեսին։ Երկու երգերն ալ Թորիգյանի հորինում են Երանելի Մալոյան, Զորգմեներկե Ավդիս Ակրաբյան եւ Ով ցավամայր զմմարու, որ գմեներկե Միրեյ Քյութուկյան։ 2009 դարաշրջանին երգչախումբի եզրափակիչ ելույթը դեղի կունենա 25 դեկտեմբերին Սուրբ Գեղիա եկեղեցվո մեջ հայրապետական Սուրբ Պատարագի երգեցողությամբ։ 2010 դարաշրջանը դարձյալ աստվածահաճո գործունեությամբ լեցուն գլա գրունկ երգչախումբին համար։ Այսպես անիգայի երգացանկը նոր երգերով կջոխացնե եւ լման գազմով Սուրբ Գեղիա եկեղեցվո մեջ դեղի ունեցող Հայր Սեբու Ղարաբեդյանի քահանայական ցերնաթրության երգեցողությունը կգադարե շատ փայլուն գերբով 10 հունվար 2010-ին։ Ժամհուրի եկեղեցվո մեջ Սուրբ Ավեդումը Լիբանանյան pedagogan Դոն հրճակվելուն արիտով երգչախումբը ակապելա երգե Թորիգյանի հորինած ողջույն քեզ Մարիամ խմբերգը։ Քարացան գադարումը գհիացնե քրիստոնյա եւ իսլամ ներկաները, որոնց կգլխավորեր քահանայապետական նվիրագը եւ հոգեվոր դերը 25 մարտ 2010-ին։ Զագազարդի օրը գիրագի 28 մարտ 2010-ին Բադրիարքարանի Արարատյան սրահի մեջ հոգեվոր դիրոջ նախագահության դեղի ունեցող հանդիսության գրունկ երգչախումբը 6 ազգային երգերով կջոխացնե հանդիսությունը, որ նվիրված էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ Ավարտին նախարարը կշնորհավորե Բադրիարքությունը, որ այսպիսի պրոֆեսիոնալ երգչախումբ ունի եւ գրունգը կհրավիրե մասնակցելու Հայաստանի մեջ ամռան գայանալիք երգչախմբային պարադոնին։ Ավակ շաբթվան եւ սուբզադգման արիտով 3 ապրիլ 2010-ին երգչախումբը հայ հոգևոր երգերով 1 ժամվան հայդակիր մը կներկայացնե Սուրբ Գեղիա եկեղեցվո մեջ երեկոյան ժամը 9:10-ին։ Այս ելույթը ուղղակի կսփռվի Տելելումիեր Գայանեն։ Պաշտոնական հյուրերու գարկին գլան Կերաբայձար Վարդան եպիսկոպոս Աշկարյան եւ Հովհաննես եպիսկոպոս Տերուզյան, իսկ ամբաշտոն գերբով Ֆրանսիայի տեսփան Դենի Փյոտենը, որ բարձավես եկած էր հայերեն երաժշտությունը սիրելու համար։
Հաջորդ օրնալ խումբը Սուրբ եկեղեցու մեջ կգադարի Սուրբ Զատկվան հայրապետական Սուրբ Պատարագի երկեցողությունը։ Եղերնի ոգեգոճման հանդիսության ծիրի մեջ 24 ապրիլի գրուն կերճախումբը Էշրեֆիի Սուրբ Գրիգոր Լուսավորի Ջամհուր դպրոցին պագը կգադարի երկեցողություն ապրիլյան նահատակներու հիշադակի մատուցված Սուրբ Պատարագին։ Հաջորդ օրը երեկոյան ժամը 7-ին Սուրբ եկեղեցու սրահի մեջ հանդես կուկա եղերնի ոգեգոճման արիթով գոմիդասյան երկերու համերգով, մասնավորապես դեղացի լիբանանցի ունգընտիրներու ուղված։ Գրուն կերճախումբը 2 հուլիս 2010-ին 18 անդամներով գմեգնի հորթանանի մայրաքաղաք Ամման, մասնակցելու հայր Վարակ Բերբերյանի քահանայական սերնադրությամբ եւ հաջորդ օրը անոր առաջին բադարակին։ Վերապոխման դոնին արիտով 15 օգոստոսին երկչախումբը զմարու վանքի մեջ բացօթյա բադարակի երկեցողությունը կգադարի։ Իսկ 1 հոկտեմբերին եւ Քրիստոսի բադանքի օրինակը գզեդերվի Սուրբ եկեղեցու մեջ երկչախումբը իր մասնակցությունը կբերե քանի հոգեվոր երկերով։ Նաեւ 3 հոկտեմբերին Սուրբ բադարակի երկեցողությունը կգադարի զմարու վանքի մեջ Քրիստոսի բադանքի օրինակը հոն փոխադրվելուն արիտով։ Կերճախումբը հովանավորությամբ եւ ներգայության հայգաթողիկե Ներսես Պետրոս 19-րդ բادرիարքին Արաքելոց Արագան երկչախումբին հետ 31 հոկտեմբեր 2010-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի Assembly Hall-ի մեջ գուտա իր դարեգան համերգը նվիրված Կոմիդաս Վարդապետի մահվան 75-ամյակին։ Համերգի առաջին բաժնով Արաքելոց երկչախումբը իր խմբավար Գրիգոր Ալոզյանի ղեկավարությամբ կներկայացնե Կոմիդասի հոգևոր երգերը, իսկ Հայդակրի երկրորդ բաժնով գրուն երկչախումբը Եդվարդ Տորիգյանի ղեկավարությամբ Կոմիդասի ժողովրդային երգերը բոլորն առանց նվագակցության։ Գրուն կերճախումբը Կոմիդասի նվիրված այս համերգի ընթացքին կգադարի սիրային պատկերներ Էս գիշեր լուսնակ գիշեր եւ Հապրպան հարսանեկան երկերու առաջին շարք Երկնից կետնից Մերիկ ջան եւ Տակվորի մեր դուսարա հարսանեկան երկերու երկրորդ շարք Տակվոր Փարով Էնտիզան եւ Արնեմ Էրթամ Իմյարը Գրուն կերճախումբը կմեկնաբանե նաեւ օրինակներ հայ ժողովրդական երգի նուրբ քրագարութենեն եւ հարուստ երաժշտութենեն Հովնանուշ Ալակիաս աչերդ Չաղացը մանի Շախկր շուխկր կամարս Հոդալո ջան եւ Արավոդյան Փարիլույս Ավարդին զուրկ երկչախումբերը կմիանան միասնապար երկելու ել երկը Խմբավար Գրիգոր Ալոզյան խոսք առնելով այս վերջին երգը կնվիրե մեզ մե արհավետ բաժնված լիբանանահայ խմբավարներուն իմասնավորի Գևորգ Կանդահարյանին որ իր երկացանգի մեջ միշտ կներարեր Կոմիդաս Վարդապետի երգերը Համերգը կպագվի հայրմերով զույգ երկչախումբերուն կատարողությամբ Գրուն երկչախումբի մեներկողներն են Միրեյ Քյութուկյան, Անահիս Գեդիկյան եւ Նորայր Տերցագյան Ունգընտիրները համերգին կհետևին պատկերազարդ հայդակիր քրկույգի միջոցով ուր դրված կլալ այն տեղեկություն Կոմիդասի ցանկի եւ գործերուն մասին ինչպես նաեւ երկչախումբերու խմբավարներուն եւ ներկայացված երգերուն
Ըստ ներկաներու վկայության երկու երգչախումբերն ալ մասնակիտական բարձր որակով մեկնաբանած են յուրաքանչյուր երգ։ Գրունկ երգչախումբի 2010 տարեշրջանի եզրափակիչ ելույթը սուրբ ծննդյան համերգն է 19 դեկտեմբերին Հայ կաթողիկ Պատրիարքարանի Արարատյան սրահի մեջ հոգևոր դիրոջ ներկայությամբ։ Հայդակերը կընդգրկե 20 հայերեն, արաբերեն եւ եվրոպական ծննդյան երգեր։ Այս համերգին պատրաստվելու համար երգչախումբը կբազմապատկի իր փորձերը եւ դեկտեմբեր ամսվան բոլոր գիրագի հետ միջոները կհատկացնե երկար փորձերու։ Սուրբ ծննդյան այս համերգը ժողովրդին փույն պապակին համաձայն կգրկնվի Զալայի Բեդողլյան սրահի մեջ 26 դեկտեմբեր գազմագերբությամբ Սուրբ Խաչ եկեղեցվո ժողովրդավետության։ Գրունկ երգչախումբին 2011 տարեշրջանի լման գազմով առաջին ելույթը գլա անոր մասնակցությունը Հովանես Պետրոս 18-րդ Կասպարյան կաթողիկոս Պատրիարքի վախճանման առիթով մատուցված Սուրբ Պատարագին 22 հունվարին Սուրբ Եղիա եկեղեցվո մեջ։ Այնուհետև երգչախումբը երկու ամսվան տատար առնել է հետ 15 ապրիլին կվերսկսի իր կանոնավոր փորձերուն շաբաթ երկու անգամ երեքշաբթի եւ ուրբաթ երեկոները ժամը 8:10 Սուրբ Խաչ եկեղեցվո ժողովրդավետության ներքնահարգի սրահի մեջ։ Հայր Վարդան Կազանջյան երգչախումբի հոգևոր վարիչ կնշանակվի Պատրիարքության կողմէ փոխարինելով հայ Անտրանիկ Վարդապետ Գրանյանը։ Գրունկ կշարունակի երգչախմբային ճանապարհը կատարելով երկեցողությունը բազմաթիվ արարողություններու Սուրբ Զատկվան հայրապետական պատարագին, ապրիլյան նահատակած ոգեկոչման Սուրբ Պատարագին եւ ոչ հայ լիբանանյան հասարակության ուղղված հանդիսության Հազմիե Մխիթարյան վարժարանի դնորեն հայր Հովսեփ Թոփալյանի քահանայական ծերնատության 40-ամյակի հանդիսության, հայր Ռաֆայել Մինասյանի եպիսկոպոսական օծման առիթով, հայր Միքայել Մուրադյանի եպիսկոպոս սենատրվելուն առիթով Սուրբ Պսակի արարողության ադեն։ 17 հուլիս 2011-ին Զմարու վանքին պագը գրունկ Նոտրդամ համալսարանի երգչախումբը միասնապար հայերեն եւ արաբերեն հոգևոր երգեր կգադարեն 10 հոգինոց նվագախումբի ընկերակցությամբ Երանելի Մալոյանի երանացման 10-ամյակին առիթով դեղի ունեցող հանդիսության ադեն։ Արարողության ներկա գլան բաբական նվիրագը հոգևոր դերը եւ Մարոնի Պատրիարք Փշարա Ռային։ Առաջին անգամը լալով 7 հոգինոց նվագախումբի ընկերակցությամբ գրունկ Պատարագի երկեցողությունը կգադարե Զմարու մեջ վերափոխման դոնին առիթով եւ հadouk շնորհավորանքի գարժանանա Օրվան Պատարագիչ Հովանես եպիսկոպոս Թեյրուզյանի գոմե։ Wow.
2 սեպտեմբեր 2011-ին գրուն կոչդվի 3 կայքեչերով։ Եկչախումբը, որ էլեկտրականության ընդհանումներու հարցերու պատճառով 24 հունիսին դեղափոխված էր Բադրիարքարան փորձերը կատարելու, վերստին կսկսի փորձերը կատարել Զալայի մեջ էլեկտրականության հարցերը լուծել է եւ սրահը երաստիճան ամբիոններով ու նոր աթոռներով օժտել է յետք։ Նույն շրջանին ղեկավար Եդվարդ Թորիգյան գայցել է Բեյրութի հայ կաթողիկ վարժարաններու 10-րդ եւ 11-րդ դասարանները եւ գահաճողի գազմել 20 հոգինոց գրունկ երդասարտած եկչախումբը, որում փորձերը տեղի կունենան ուրբաթ օրերը ժամը 6:08 եւ որուն անդամները գամած կմիանան 3 գրունկի ելույթներուն։ Այսպիսով գրունկ եկչախումբին թիվը կհասնի 50-ի։ Եկչախումբը 27 նոյեմբեր 2011-ին առանցին համերգով հանդես կուկա Անտիլիասի Մարելիաս եկեղեցվո Ռահբանի սրահի մեջ այս կաթողիկ դեղեկատվության գետրոնի դարեգան ելույթներու ձիրի մեջ։ Մեգուգես ժամ դեվո հայդակրով եկչախումբը կներկայացնե հայերեն, արաբերեն եւ եվրոպական երգեր, ժողովրդային ու ծննդյան երգեր, փայլուն հաջողությունը արձանագրելով գարժանանա հոգեվոր դիրոջ բարձր քնահանդանքին։ Գրունկ եկչախումբի դեկտեմբեր ամսվան 3 ելույթներու առաջինը 18 դեկտեմբերին կայացած Սուրբ Ծննդյան համերգն է Բուրչամուդի Բողոսյան սրահի մեջ, գազմագերբությամբ Սուրբ Բրգիչ եկեղեցու ժողովրդաբեդ Հայր Սարգիս Թավիթյանի։ Այս համերգի վերջին բաժնով եկչախումբին կմիանա գրունկ երդասարտած եկչախումբը, միասնապար երգելու 3 խմբերք։ Երկրորդ ելույթը Հայր Վարդան եպիսկոպոս Աշխարհյանի նվիրված հանդիսությունն է Բադրիարքարանի Արարատյան սրահի մեջ 20 դեկտեմբերին։ Այս հանդիսության գրունկ եկչախումբը իր մասնակցությունը կբերե քանի մի երգերով, որոնց մեջ Գեցե եւ Գեցե նոր երգը հորինված Եդվարդ Թորիկյանի կողմէ։ Դարեվերջի ելույթը 25 դեկտեմբերին ծննդյան հայրաբերական պատարագի երգեցողությունն է Սուրբ Եղիա եկեղեցվո մեջ։ Գրունկ եկչախումբը իր ղեկավարին առաջնորդությամբ հաստատ քայլերով կհառաջանա իր առաքելության մեջ, իր կորձոն մասնակցությունը բերելով հայ ու արաբ քաղաքներուն երաշտական ցերնակներուն եւ քաղելով իր հարադեվ աշխատանքին արդար բդուղը։ 2012 դարաշրջանի գրունգի եկչախմբային կանոնավոր փորձերը գվերսկսին 10 հունվարին եւ եկչախումբի հիմնադրության 20-ամյակի հանդիսությանց որպես պատրաստություն խումբը կսկսի փորձել անուշ օպերայի եկչախմբային երգերը, սակայն փորձերը կընդհատվին, որովհետև Ներսես Պետրոս կաթողիկոս Պատրիարքը եկչախումբին կդեղեկացնե, որ պետք է պատրաստվի Հռոմ երթալու եւ պատարագը երգելու 2015-ին Հռոմի մեջ կայանալիք հայրամյակի ցերնարգին։ Միևնույն անդեն եկչախումբը իր մասնակցությունը կբերե ավելի քան 14 ցերնակներու։ Այսպես 21 հունվարին երաժիշտ Բողոս Ջելալյանի մահվան 40-ի բադարակի հոգեբարար երկեցողությունը կկատարե իր լման գազմով Սուրբ Եղիա եկեղեցվո մեջ Լիբանանի բոլոր երևելի երաժիշտներու ներկայությամբ։ Տելելումիեր պատկերասպիրի գայանեն խմպակմը 16 մարտին գրունկ եկչախումբի փորձը կնկարե եւ հարցադրույցներ կկատարե ղեկավարին եւ քանի անդամներուն հետ։ Կասպարյան Պատրիարքի առաջին դարելիցի հուշահանդեսին Պատրիարքարանի Արարատյան սրահի մեջ գրունկ իր մասնակցությունը կբերե 5 երգերով եւ ավարտին Ներսես Պետրոս 19-րդ հոգեվոր դերը կշնորհավորի եկչախումբը եւ անոր ղեկավարը իրենց բացառիկ ելույթին համար։ Խումբը դոկտոր Եդվարդ Թորիկյանի խմբավարությամբ կշարունակի իր մասնակցությունը Պերեսուց Զատգվան հանրապետական պատարագին, քահանայական ցերնատության, Լիբանանի ցեղասպանության հայրամյակի ոգեգոճման հանդիսության, Բիքվայայի նահատակած հուշարձանի մոտ, Աբրիլյան նահատակած ոգեգոճման հսկումին եւ Սուրբ պատարագի երկեցողության եւ Լիբանանի ցեղասպանության հայրամյակի ոգեգոճման համահայկական անձնախումբի հրավերով, ագաթեմական հուշահանդեսին Բեյրութի Սեն Լուի կապուչիներու եկեղեցվո մեջ Լիբանանի երևելի մասնակետ երաժիշտներու գողքին։ Գրունկ եկչախումբի 10-ամյա տաշնագահարուհի Թամար Կասաբյան 20 մայիսին կբսակվի եւ կջամփորդի արաբական երգիր։ Զայն կփոխարինե Ժան-Պիեր Աստիկյան։ Ամրան 1 հունիս 2012-ին եկչախումբը 5 երգերով կմասնակցի Կաստիկի Սուրբ Հոգի համալսարանի մեջ կայացած ուրբաթակիրքի դպակրության 500-ամյակի հանդիսության մասնակետ երաժիշտներու գողքին։ Սակայն մոտ 1.5 ամիս գրունկ շատ դժվար գացության մեջ կգտնվի, որովհետև շաբաթ 2 անգամ կանոնավոր եւ խիստ փորձեր կգադարե չափազանց դակ սրահի մեջ, ուր նոր հովահարները արդյունք չեն դար։ Ի վերջո հոգեվոր դերը գաբահովե Զալայի Գրանյան զովացված սրահը, որբեսի եկշախումբը գարենա իր փորձերը հոննել։ Հագարակ բազում դժվարությանց գրունկ այդ տակ օրերուն ալ գշարունակե իր մասնակցությունը բերել բադարակի երկեցողության 17 հունիսին զմարու վանքի մեջ կումարված ընտանիքի օրվան արիտով, աբակերավեսական երույթին զվարթ երկերով, որոնց գարկին Եդվարդ Թորիկյանի մշակած Մարոմոգո երկզավեշտը։
Երաժշտության համաշխարհային դոնին արդիվ 21 հունիսին գրունկ եվրոպական երկերով գնգերանա լիբանանցի երգիչ Բրունո Թաբալին քաղաքի Զեյթունաբեյ փեմահարտակին վրա։ Խումբը գճոխացնե Սուպիա եկեղեցու մեջ կատարվող Անիկա Լուստի եւ Ռաֆայել Ումուդյանի բաբական բարգեւատման արարողությունը 5 հուլիսին եւ առաջին անգամը լալով կներկայացնե Գոմիդասի ուրախլեր շարականը խմբային ու բազմացային դարբերակով շատ աստու դպավորություն ցկելով ունգընտիրներուն վրա։ Օգոստոս ամսուն գրունկ իր մասնակցությունը կբերե Սուրբ Պսակի արարողության վերափոխման բادرակին եւ կսկսի սորվիլ սեպտեմբերին Բաբին Լիբանան կատարելիք այցելության ադեն բادرակին երկվելիք այն բազմատիվ ու բազմալեզու խմբերքները, որոնք պիտի կատարվին միասնապար Լիբանանյան 4 երգչախումբերու կողմէ։ Սեպտեմբեր 7-ին երեկոյան ժամը 7-9 Հարիսայի Դիրամորի արձանին շուրջ միջին արևելքի քրիստոնյաներու գազմագերբած առաջին միջազգային միջհամայնքային աղոթքի բացօթյա հանդիսության գրունկ հայ համայնքը կներկայացնի երկելով 3 հոգևոր երգ։ Բենեդիկտոս 16-րդ սրբազան քահանայաբեդը գիրագի 16 սեպտեմբեր 2012-ին Բեյրութի մեջ բիել կբادرակե արավոդյան ժամը 10-ին։ Գրունկ երգչախումբը իր 50 անդամներով կմասնակցի բادرակի երգեցողության 3 այլ երգչախումբերու հետ։
4 երգչախումբերու 250 երգիչները սորված էին բոլոր 25 երգերը՝ լատիներեն, արաբերեն, բյուզանդական եւ երկու հայերեն, Գոմիդասի օրհնյալ Աստված եւ Թորիգյանի, որ գազմեցեր։ Հայերեն երգերը կխմբավարե Թորիգյան եւ բոլոր երգերուն կընկերակցի սիմֆոնիկ մեծ նվագախումբը։ Երգչախումբը 2012 տարեշրջանը կփակե երկու գործունեությամբ։ Առաջինը 18 դեկտեմբերին ժամ 8-ին մինչև գեսգիշեր երգչախումբը կմնա Հարիսայի Բողոսյաններու եկեղեցվո մեջ, որբեսի Տելելումիեր գայանի համար 3 երգ արձանագրելու իր գարկը կա։ Երգերն Խորենյան Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, Աբկարյան Ով Սուբ Գրիգոր եւ Ջեյմս Գյուզելյան երգ բարեգանության դոհոլի ընկերակցությամբ։ Այս հայդակիրը կսպրվի գաղանթի երեգոյան 2-31 դեկտեմբեր 2012-ին, իսկ 25 դեկտեմբերին երգչախումբեն քանի անդամներ գերկեն հոգևոր դիրոջ մատուցած Սուրբ Պատարագը Սուրբ Եղիա եկեղեցվո մեջ։ 2013 տարեշրջանին գրունկ երգչախումբը դոկտոր Թորիկյանի խմբավարությամբ կգադարե ավանդական դարձած իր երգեցողությունները բادرակներու ցերնատության, ծննդյան եւ զատգվան, ապրիլյան նահատակած ոգեգոճման, ցայնակրության եւ վերափոխման դոնի ընթացքին։ Այն турայի Սուրբ Ջոզեֆ եկեղեցվո մեջ Սուրբ Պատարագի եւ Օկեանկստյան Պաշտոն երգեցողությունը կգադարե 5 մայիսին երեգոյան ժամը 6-ին հոն տաղված հարյուրավոր հայ որբերու հիշադակին։ Ապա ասկային երգեր կմեկնաբանե եկեղեցվո փագի մեջ ներառյալ հայոց մասին երկու արաբերեն երգեր՝ Տուբավիյուն եւ Անա Ալ-Ֆուրատու։ Երկուքն ալ հորինում երթված Թորիկյանի։ Իսկ 9 մայիսին երգչախումբեն 10 անդամներ Սետո Բաղդասարյանի ստուդիոյի մեջ կցայնակրեն Սուրբ Խաչ Հարբոյան վարժարանի նոր քայլերքը։ Ամռան շրջանին դակ օդին պատճառով փորձերը դեղի կունենան պատրիարքարանի մեջ։ Մինչ այդ փորձի նոր սրահը կսկսի պատրաստվել աբակային համար։ Փորձերը հետսեդե ավելի հաջախագի խիստ ու լուրջ կդառնան։ Անդամները կհետևին նոտագիտության եւ ցայնամարզության դասերու։ Հոկտեմբեր ամսվան 3 օրերուն 24, 25 եւ 26-ին գրունկ կմասնակցի երգչախմբային միջազգային փառատոնին Լիբանան, Հունգարիա, Գիբրոս, որ կգայանա Կասիկի Սուրբ Հոգի համալսարանի ամֆիթատրոնի մեջ։ Գրունկ հանդես կուկա առանցին հայկական համերգով, ինչպես նաեւ երգելով մյուս 6 երգչախմբերուն հետ օդար լեզուներով։ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առիթով գիրագի 22 դեկտեմբեր 2013-ին խումբը բազմալեզու համերգ կներկայացնե Բեյրութի Սուրբ Եղիա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթորանիստ եկեղեցվո սրահի մեջ հովանավորությամբ եւ ներկայության դեր Ներսես Պետրոս 19-րդ Թարմունիի Ֆրանսիայի տեսմանադան առաջին կորձավարին գեղերականներու եւ հայտը օդար հոց երաժշտասեր բազմության։ Երգչախումբը անընդմեջ կներկայացնե 25 հոգևոր դասական եւ արտի բազմացան երգեր, որոնց մեծաբանությունը մշակված ու տաշնավորված են դոկտոր Եդվարդ Թորիկյանի գոմե։ Հայդակիրը կսկսի ծննդյան հայերեն երգերով, ապա արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իդաներեն, ուկրաներեն եւ նույնիսկ չինարեն։ Այս յուրահատուկ նրբաճաշակ եւ խանդավառ համերգին տաշնագով ընկերակցի Ժան-Պիեր Աստիկյան, իսկ ճուտագով Ռիտա Աստիկյան։ Մեներկները հաջողությամբ կգադարեն Միրեյ Սաղբազարյան, Քյություկ ջան, Ջոնի Գոկչյան եւ Հովիկ Կոզյան, ինչպես նաեւ օդար հյուր մեներկիչներ։ Հարկելի ունգընտիրներ, այսպիսով վեշ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերգային արվեստի հայդակիրը, որ գրնակ դարձյալ ունգընտրել այցելելով Վանացայինի գակեչի բաժինը, ինչպես նաև Թիմադեդրի էջը։ Դարձածերդ կլանք առաջիկա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին ու պիտի շարունակենք ներկայացնել գրունկ երգչախումբը։ Ցտեսություն։